մեր անձնակազմին հոգեբանական տեսակետից պատրաստելու համար պլանավորում է և անց է կացվում նմանատիպ պարապմունքներ։ Հիմնական նպատակը դա հոգեբանորեն դինորեն մեջ գախը արտարելն է, հոգեբանորեն պատրաստ լինելը մարտի դաշտում մենակ դուրս գալու հակառակորդի տեխնիկայի դեմ և երկրորդ ամենակարևոր նպատակը գախը արտարելուց հետո կտրել հակառակորդի հարձակվող հրաձիգներին տանկից և տանկը ոչնչացնել հակատանկային նռնակների և հրաձիգային զենքի միջոցներով։ Հիմա դուք կտեսնեք այդ պարապմունքը գործնականում, ընթացքում եթե հարցեր կլինի անհասկանալի, մենք պատասխանում գրάμε։ Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ կոմպետենտ։ Если հարց Նմանակում է հակառակորդի հրետանու կրակը։ Հարձակումից առաջ հակառակորդը հրետանու կրակ է վարում մեր դիրքերի վրա։ Հրետանու կրակային նախապատրաստությունից հետո հակառակորդը տանկի ուժեղացված տանկով ալտում է արձակում։ Կրակ է վարում, կրակով խփվելուց հետո գալ Արդյունքում հակառակորդը հետևակ կտրվեց տանկից, տանկի անձնակազմը ոչնչացվեց և տանկը գերեվարեց։ Բնական պարապմունքների ժամանակ կրակը, պատյունները, ծխապատված տարածքների անցումը, մի քիչ առաջ մենք տեսանք տանկով փորձարկում, այսինքն հակառակորդի տեխնիկան բաց թողնել քո վրայով, այնուհետև նա ոչնչացնել, սա հոգեբանական պատրաստության արդեն գործնական ուղղվածություն է, որտեղ որ դու
պատրաստում ես այն ամենին, ինչ ավելի մոտիկ է մարտական գործողությունների ժամանակ, պատերազմական ժամանակահատվածում։ Այդ Աշիցունը կատարվեց այդ ուսումնական կետում դենտարարներ ուսումնասիրում այնպես էլ արկերը փակ կարգավիճակով Հագիր աչքերը կխնդրեմ հիմա նայեք Այստեղ կանգնած է հաստիկային ջոկ, ամեն մեկի մոտ արկա է իր հաստիկային զենքը, որով ինքը իր ծառայությունը կատարում է 2 տարվա ընթացքում։ Հրամայր։ Եկի ոչ դրի քանդմանը Ասնի Ինֆորմացիացի համար, երազանց կատարելու համար պետք է 13 վայրկյանում դից առնելու իր հաստիկային Աթեոսյան վերջից ես ծառայում 17 վայրկյան լավն է Այսինքն առաջի 4 զինծառայող կատարեցին գերազանցի մեջ, վերջին 5-րդ զինծառայող կատարեց լավ գնահատականի համար, ստացավ 4։ Հիմա նույն կարգավիճակով աչքերը փակ, իրանք պետք է վերադասավորեն իրենց մեխանիզմները, օգտվելով միայն իրենց սեփական ձեռներից եւ իրենց զենքի լավ իմաստության համար։ Այս նորմատիվին հասնելու համար պետք է գերազանց տիրապետել սեփական զենքին, առավել ևս մասերի եւ մեխանիզմների նշանակությունը, քանի որ մասերն ու մեխանիզմները տարբեր խառնելու դեպքում զենքը մարդունակ չի համարվում։ Այսինքն կրակոց չի կարող արձակել զենքը։ Մոտիկան ենք հաջորդ ուսումնական կետը հրամանատարական արկավոր։ Զինծառայողը ելման դրությունում հենակի վրա ամրացված զենքով նշան է բռնում։ Ուսումնական կետի ղեկավարի օգնականը համոզվելով կողային հայլիով, որ զինծառայող, այսինքն հրաձիգը նշանարման կարգը ճիշտ է ուսուցանը, զեկուցում է ղեկավարին։ Ղեկավարը արդեն թիրախի օգնությամբ փորձում է շեղել նշանակետին։ Հրաձիգի խնդիրը նրան մեջ է կայանում, որպեսզի ասելով ձախ, աջ, թիրախը բերի կանգնացնի նորմալ նշանազարկի։ Ավակը նշումներ կատարելով վերջում կանոնի վրա կատարված անցքերից որոշումը թե հրաձիգը իր գնահատականա ստացել։ 3 կրակոցները տեղավորվում են համապատասխան անցքերի մոտ, ընդեղ արդեն նշված է գերազանց լավ բավարար։ Վարժությունը կատարվում է ինչպես ցերեկային նշանոցով կրակ վարելու համար, այնպես է գիշերային նշանոցով կրակ վարելու համար։